Ահա այս դեժելե ստադիոնում այսօր որոշվելու է Արարատ-Արմենիա ցելեզույգի Եվրագավաթային ուղու հաջորդ կանգառը։ Դեպի մեծ երազանք տանող ճանապարհին Հայաստանի չեմպիոնը մրցավայր է եկել հաղթողի կարգավիճակով։ Երևանյան խաղում 2-1 հաշվով հաղթանակը որոշակի առավելություն է տալիս մեր չեմպիոնին։ Եվս 90 րոպե կամ միգուցե ավելին եւ Արարատ-Արմենիան կարող է նոր հաղթական պատմություն կերտել հայկական ֆուտբոլի համար։ Որքան էլ Արարատ-Արմենիան մրցավայր է եկել առավելությամբ, բայց մեկ գնդակի առավելությունը այսուհանդերձ թույլ չի տալու մեր թիմին միայն պաշտպանվել ու հաշիվ պահել։ Ցելիան սեփական մարզադաշտում սեփական երկրպագուների աջակցության ներքո ունի ընդամենը մեկ խնդիր՝ փոխել այս դիմակայության պատմությունը, իսկ Արարատ-Արմենիայի խնդիրը դիմանալ այդ ճնշմանն ու ճիշտ օգտագործել սեփական հնարավորությունները։ Այս ամենը գիտակցում է թիմի յուրաքանչյուր խաղացող։ Պատասխանատվությունը մեծ է, բոլորը դա գիտեն ու ոչ միայն ես, բոլոր իմ թիմակիցները պետք է հասկանան, որ շատ պատասխանատու իրավիճակում ենք հայտնվել ու պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դրական արդյունքի հասնենք վաղը ու ուրախացնենք մեր բոլոր հայ ազգին։ Մենք պետք է չկորցնենք մեր խաղային ինքնությունը եւ ձեռագիրը, պետք է գնդակով ավելի ուշադիր լինենք եւ պահենք խաղի վերահսկողությունը։ Մինչեւ այս փուլ հասնել եմ, մենք խաղի սկզբում խնդիրներ ենք ունեցել, հետո շտկել ենք։ Իմ տղաներին այս անգամ ասել եմ, որ հենց սկզբից լինենք զգոն։ Մեր գլխավոր նպատակը մեր երազանքը իրականացնելն է։ Բոլորս գիտենք ու հասկանում ենք, ինչ պատմական իրադարձության առջև ենք կանգնել, բայց այստեղ հասնելու համար մենք շատ ենք տանջվել ու ամեն ինչ պետք է անենք այս հնարավորությունը բաց չթողնելու համար։ Այն, որ Ցելիայում հեշտ չի լինելու, Արարատ-Արմենիայում բոլորը գիտակցում են։ Տուլիպան իր ֆուտբոլիստերին հրահանգել է պայքարել մինչև մրցավարի վերջին սուրիչը։ Լավ հասկանում ենք, որ դժվար հանդիպում է մեզ սպասվում, քանի որ իրանք խաղում են իրենց հարկի տակ եւ իրենց երկրպագուների ներքո ավելի վստահ են, բայց մենք էլ ունենք վստահություն, քանի որ մենք հաղթել ենք առաջի խաղը ու հասկանում ենք, որ պատասխանատու խաղ է վաղը մեզ սպասվում։ Ֆուտբոլում չկա ինչ-որ գործոն, որ կարող եմ առանձնացնել, վաղը ամեն դետալ շատ կարեւոր է լինելու խաղում։ Por tanto, ahora que tenemos más cualidad Ցելիան կարողանում է ցանկացած պահի խաղը փոխել, ավելի ագրեսիվ ֆուտբոլ խաղալ, ունի բնավորություն եւ գիտի ճնշում գործադրել, բայց իմ տղաներն են լավ որակներով են օժտված ու գիտեն հաղթել։ Ես իմ թիմին ասել եմ, երբեք չդադարեք պայքարել ու երազել։ Թե Ցելիան, թե Արարատ-Արմենիան ներքին առաջնության վերջին խաղերում հաղթանակ են տոնել։ Արարատ-Արմենիան հաղթել է Ուրարտուին, Ցելիան Լյուբլիանային։ Երկու թիմերն էլ կարևոր խաղին մոտենում են հաղթական տրամադրությամբ։ Ցելիայի արգելքը հաղթահարելու դեպքում Արարատ-Արմենիայի հաջորդ հավանական մրցակիցը լինելու է Բրատիսլավայի Սլովանը, որը նույնպես առաջին խաղում հաղթել է, թիմ, որը նաև Եվրագավաթային մեծ փորձ ունի։ Սակայն առաջին հերթին մեր ակումբը պետք է հաղթահարի սլովենական թիմի արգելքը։ Այս ստադիոնում այսօր ավելի քան 90 րոպե թեժ պայքար է լինելու։ Դե ինչ սպասենք համառ մրցակցության ու նաև հաղթանակի։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Սլովենիա, Էպիկենտրոն։